Հայոց բանակը նշում է կազմավորման 23-ամյակը, իսկ հակառակորդը գիշերը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը։ Իշխանության ներկայացուցիչները վաղ առավոտյան այցելել էին Եռաբլուր։ Այսօր բոլորս ուրախանանք, լավ քեֆ անենք։ Գեներալը եւ համաձայն է եւ համաձայն չէ պաշտպանության նախարարի հայտարարության հետ, որ մենք պետք է նախահարձակ լինենք։ Չի կարելի, ինչի համար մենք անենք։ Մենք հաղթանակը ժողովուրդ ենք, ինչի համար անենք։ Ով կռիվը սկսեց, իր վրա էլ մնալու է այդ կռիվը։ Թող փորձեն պատասխանը կստանան։ Գեներալ Մանվել Գրիգորյանը շտապեց նրան լրագրողների հարցերից հետ պահել։ Առավոտվա ժամերին ոչ իշխանական ուժերից միայն Ժառանգություն կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն էր Եռաբլուրում։ Ես գալիս եմ այստեղ, որպեսզի զորանամ, լիցքավորվեմ, որտեվ երբեմն ես ինքս ինձանից եմ զզվում մեր իրականության պատճառով։ Ավելի մարտական էին տրամադրված ազատամարտիկները, որոնց բարգացրել են ադրբեջանական դիվերսիաները։ Նրանք ուղղակի տականք վիժվածքներ են, որոնք որ իրանց համար ոչ մի սրբություն չկա, իրանք իրանց երեխաներին էլ չեն խղճում։ Ոնց ասած տանում են մսաղաց։ Ադրբեջանի նախագահը, քանի որ իր ոտի տակ մի քիչ փխրուն է, ընդդիմությանը վերանփակելու համար հաջողակի ստեղծում է այդ պայմանները, որպեսզի ապացուցի, որ ինքը Ղարաբաղ ուզում է հետ վերցնի։ Ինչքան էլ նեղացած ենք, ինչքան էլ վիրավորված ենք, ինչքան էլ անտեսված ենք, բայց բոլորս կանք այսօր, հակառակորդը գիտի։ Նշենք, որ հայոց բանակը ստեղծվել է երկրապահ կամավորական ջոկատների հիմքով։